Բարև ձեզ սիրելի բարեկամներ, բարև ձեզ Հայ ազգ ջան, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Այսօր կխոսանք Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան։ Ուրեմն մինչև խոսալը Նիկոլ Փաշինյանից, տեսեք այս տեսահոլովակները, խնդրեմ։ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին կոչ է անում մոռանալ մուշն ու վանը եւ փակել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ու խաղաղվել։ Արդեն 100 քանի տարի է այդ սպասումով ենք ապրում եւ սա ուզում եմ ընդգծել էլի, սա կայսերական քաղաքականություն է։ Սա հակահայկական, ապահայկական կայսերական քաղաքականություն է, որ մի խաղաղվեք։ Էսա կվերադառնաք կամ կվերադարձնենք։ Էսա ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի։ Էսա կվերադառնանք Վան, Մուշ, չգիտեմ, Կիլիկիա։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի չի խաղաղվում Ադրբեջանի իշխանությունը։ Այդ երկրի մարդու իրավունքների պաշտպանը դիմել է միջազգային հանրությանը կոչ անելով ցեղասպանություն որակել 1918 թվականին կատարվածը։ 120,000 հայի էթնիկ զտման ենթարկած եւ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացրած Ադրբեջանի իշխանությունը ՄԱԿ անդամ պետություններից սկզբունքային դիրքորոշում է պահանջում իրենց ձևակերպմամբ հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումների համար։ Իսկ ինչ է անում Հայաստանի իշխանությունը։ Ուտում է կարտոֆիլ, սուջուխ, կուկուռուզ, նստում ավտոբուս ու բոլորին հրավիրում մարզահամերգային համալիր ապրելու։ Армения, она не должна и дальше быть инородным телом на теле Кавказа. Она и так пришла сюда позже всех. И армянское государство было создано искусственно на тех землях, которые им исторически никогда не принадлежали. Но я много раз говорил, как Азербайджанская Демократическая Республика передала Ереван Армении. Это же исторический факт. 29 мая 18 года. Через день после объявления о создании республики Ереван был передан, и причем во время дискуссий там депутаты законодательного органа от Еревана были против, но их мнение никто не учел. Вот так вот взяли и отдали Ереван. Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել այսպես կոչված ադրբեջանցիների ցեղասպանության օրվա կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է ապագործակալությունը, հայտարարության մեջ խոսվում է 1918 թվականի մարտ-ապրիլյան իրադարձությունների մասին, որոնք ըստ հայտարարության հեղինակների իբր պատմության մեջ են մտել որպես հազարավոր անմեղ մարդկանց զանգվածային սպանություններ նրանց ազգային եւ կրոնական պատկանելիության պատճառով։ Միջազգային կազմակերպությունները եւ ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրեն հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումների եւ ցեղասպանական հանցագործությունների շարքի վերաբերյալ եւ 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես ցեղասպանություն, պահանջում է Ադրբեջանի օմբուդսմենը։ Նիկոլ Փաշինյան, բա գոռում եք, գոչում եք, որ խաղաղություն է։ Տեսնում եք ինչ է կատարվում։ Առաջարկում եք մոռանալ ցեղասպանությունը, Նիկոլ Փաշինյան։ Առաջարկում եք մոռանալ Մուշը, Էրզրումը եւ մնացած մեր հողերը։ Արցախի մասին այլևս չեմ խոսում, քանի որ դա ձեր օրակարգում ընդհանրապես չկա։ Հիմա երկրորդ փուլն եք մտել։ Տեսնում եք ինչ են անում Նիկոլ Փաշինյան, որ խաղաղությունը, որ այդ բեղերով տառականվի նախագահն ասում է Հայաստանը իննարոդնեյ ցելը на Կավկասը, հա? Այսինքն նրանք անվանում են հայերին տզրուկներ, որքեր եկել են վերջում, էդ էլ դրած կողքի Նիկոլ Փաշինյան։ Ցեղասպանությունից են խոսում։ 1918 թվականին, եթե դուք չգիտեք Նիկոլ Փաշինյան, ուրեմն ձեզ ասեմ, եղել են զոհեր, թե այն կողմից, թե այս կողմից։ Այն կողմից զոհեր չեն եղել, այն կողմից սատկած ազերիներ են եղել, մեր հայերի կողմից։ Բայց մի քանի հոգի Եվ այդ մի քանի հոգին, տեսեք ինչ ուրցնել են ուրցնում, սիրելի բարեկամներ, որ ճանաչեք ցեղասպանությունը։ Սրանց հետ է սեթում խաղաղության Նիկոլ Փաշինյան։ Հա? Մեր միլիոնավոր նահատակները սարքում ես 0, սրանց էլ, վայ, կարող է պատահի դու ճանաչես, առաջինը դու ճանաչի, Նիկոլ Փաշինյան, հեշտ կլինի, քեզանից հեռու չի։
Եվ ես անգամ չեմ զարմանա, որ հունիսի 7-ից հետո պարլամենտական ընտրություններից հետո անես թղթեր են մեյդան գալ, որ դու ինչեր ես ստորագրե, ինչեր ես տվե, բայց դրա բուժումը կա, Նիկոլ Փաշինյան։ Մեր հայկական իշխանությունը, որ եկավ, ձեզ համարում են ազգի դավաճան եւ բոլոր ձեր ստորագրած թղթերը դառնում են 0։ Անենց որ ստորագրես, չստորագրես, ամեն ինչը գալու է իր տեղը։ Իսկ դուք ընդամենը էլեմենտար սուտասան եք։ Չեք հավատում։ Ուզում եք ասեք, ես լկտի սուտ եմ ասում, Նիկոլ Փաշինյան։ Խնդրեմ, տեսեք։ Իսկ դուք որպես ձեռքբերում այս 30 տարիների ընթացքում ինչ կնշեք։ Արցախի պատերազմում հաղթանակը, Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չի։ Մենք ցույց ենք տալու Հայաստանի եւ Ղարաբաղի կապիտուլյացիա։ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չի։ Արցախը պետք է ապրի եւ Արցախը պետք է լինի ինքնորոշված եւ Արցախը պետք է լինի անկախ։ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չի։ Առանց Արցախի չկա Հայաստան։ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չի, բայց ես համաձայն չեմ հիմա նույնիսկ այդ ձևակերպ։ Ես ասում եմ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է։ Առանց Արցախի չկա Հայաստան։ Դու էլ մերն ես, Արցախն էլ մերնի գլխի, Արցախցին էլ հավերժ Աստծու կողմից մենակ բայրակ թարգուլ տա։ Լավ է։ Ոնց է գործում։ Իհարկե կա։ Իմ ձեռքով որ չկպնի, կկպնի։ Ահա, ասես ունի շատ քաղաքական պարզ Հայաստան։ առանց Արցախի չկա Հայաստան։ Լրատվամիջոցներ են առնում, որ հայտարարեն, թե Փաշինյանի կառավարությունը, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու։ Չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին մի իրավիճակում, երբ Ալիևը ատամները սրած ամեն օր լկտիաբար հողորտում է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հասցեին։ Փոխզիջման համար պետք է լինի փոխզիջման մթնոլորտ, իսկ այսպիսի մթնոլորտում Ալիևի կողմից ագրեսիվ պահվածքի մթնոլորտում խոսել փոխզիջման մասին նշանակում է խոսել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կապիտուլյացիայի մասին, բայց մենք ցույց չենք տալու Հայաստանի եւ Ղարաբաղի կապիտուլյացիան։ Դեպ Նիկոլ Փաշինյանի քարոզ արշավի ընթացքում ի թիվս այլ հետաքրքիր կերպարների մոտեցավ մի կին ու ներկայացավ։ Ձեզանից շատ շնորհակալ ենք գերիներից Սուջանը Գևորգի օրաքույրն եմ, ես շատ ուրախ եմ, որ մեր տղային վերադարձրիք։ Հետաքրքիրն այս ամենում այն է, որ ժամեր անց նույն Գևորգ Սուջյանը հերքեց այդ տեղեկությունը։ Ասում է, անկեղծ ասած, ես չեմ ճանաչում այդ տիկնոջը։ Հետաքրքիր է, բայց ոչ զարմանալու։ 2018 թվականին էլ Հանրապետության հրապարակում մի տարեց տղամարդ դիմեց ժողովրդին ներկայանալով որպես Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապ։ Ես այսօր եկել եմ ձեզ միաժամանակ ողջունելու իմ հերոս թորան Ռոբերտ Արիգի Աբաջյանի խոսքը տալու ձեզ։ Ինչպես պարզվեց հետո, այդ մարդն էլ ոչ մի ընդհանրական կապ չուներ հերոս Ռոբերտ Աբաջյանի հետ։ Բացի դրանից մամուլում տեղեկություն հայտնվեց, որ արշավի ժամանակ Հայկ Կոնջորյանի վարորդը ձևանում է ՔՊ աջակից ու Նիկոլ Փաշինյանից ստանում ՔՊ բուկլետ քարտեզը։ Այստեղ արդեն հարց է առաջանում։ Ի վերջո, իրական աջակիցները որտեղ են։ Ինչու են նրանց փոխարեն խոսում պատահական հորաքույրներ ու պապիկներ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ունի այնքան աջակցություն, ինչքան ներկայացվում է, ապա ում համար են բեմադրվում այդ շոուները։ Հա, Նիկոլ Փաշինյան, ստեղ ինչ կասեք։ Արդեն էլ մարդ չունեք, չէ, հպարտ քաղաքացին ձեզ ճանաչեց։ Արդեն դրել եք նորից այդ մանիպուլյացիաներն եք անում, անգամ անում եք դիշովի մանիպուլյացիաներ, զոհված երեխեքից հերոց ազատամարտիկների անունները տալով պատստավնու այդ կապիկներին եք դնում։ 18 թվին այդ ժամանակ, երբ որ բացահայտվավ այդ գործը, որ Ռոբերտ Աբաջյանի պապին չէր, դուք էլ իմիջայլոց ասիք, որ դա քմծիծաղով ասիք, որ դա մենք սարքեցինք, որ սենց մեկ էտի սարքեցիք, մեկ են տատիկը, որ ինչ որ ոստիկանների մեկին էլի մտածած մի հատ
Ձեր ամբողջ կյանքը սուտ է։ Դուք ավանտյուրիստ եք, Նիկոլ Փաշինյան, դատի տվեք։ Դուք կոնկրետնի ավանտյուրիստ եք, բայց գիտեք ինչ ձեր կա պարապած ավանտյուրիստ, կա թաթալաբազ, դուք թաթալաբազն եք, դուք ինչ անում եք երկրորդ օրը վառվում եք։ Այդպես էլ դուք չարձագանքեցիք Նիկոլ Փաշինյան, թե ինչու կրած պատերազմը դուք 180 աշճանը ազնեցիք, կապիտուլյացիա արեցիք։ Չեք հավատում։ Մեկ անգամ եւս ձեզ հիշեցնեմ։ Տեսեք ինչ է ասում Ալիև ավակը, այս բեղերով տառականի հերը։ Տեսեք ժողովուրդ ջան։ Я вчера вел переговоры и с Ереваном, с руководящими деятелями Еревана, и очень просил остановить огонь, потому что ведь известно, что с инициативой выступили по в какой-то степени мирному решению не всей карабахской проблемы, хотя бы сейчас некоторых проблем сейчас Соединенные Штаты Америки, Россия и Турция. На основании 822 резолюции Совета Безопасности. Տեսակ Նիկոլ Փաշինյան, աղաչում, պաղատում է հայկական կողմին, որ կանգնեք։ Էս ինչ եղավ Նիկոլ Փաշինյան։ Հույսով եմ մի օր կարձագանքեք, եթե չարձագանքեք դատարանի դալիճում ես ձեզ այդ հարցը տալու եմ եւ դու պատասխանելու ես այդ հարցին։ Ուզես թե չուզես, Նիկոլ։ Ժողովուրդ ջան, իսկ հիմա Արարատ Միրզոյան։ Տեսնենք այս տեսահոլովակը, սիրելի բարեկամներ, խնդրեմ։ Հիմա զոհերը չլինեին, բայց հողերը տանք, դուք խնդրում եմ, նայեք, ես մի խնդրանք ունեմ ձեզ, որպես նաև տարիներ շարունակ իրար ճանաչող մարդ, դուք իրավունք ունեք այդ մեղադրանքները ինձ հնչեցնել, նաև լրագրող եք, հարց եք տալի, կարող եմ ես ձեզ նույն հարցը տալ հիմա, դուք ոնց եք կարծում, 2020 թվականի հունվարի 1-ին, պետք էր գնալ, ասել, ես հողերը տալիս եմ, Ղարաբաղի անկախությունից է հրաժարվում եմ եւ դրանով գնում ենք լուծման եւ պատերազմ չլինի, թե պետք էր գնալ պատերազմի եւ գրվել։ Խնդրում եմ ձեր անձնական դիրքորոշումը ասեք, ես հասկանամ։ Okay, ինչ կանեիք։ Այսինքն կտայիք հողերը եւ Լեռնային Ղարաբաղի անկախություն կոչվածից կհրաժարվեք։ Ես ձեզ որևէ բանում չեմ ներողություն։ Եկեք ճիշտ հասկանանք իրար, ես ձեզ որևէ բանում չեմ մեղադրում, ուղղակի ինձ որպես անհատ, հետաքրքիր ձեր որպես անհատի դիրքորոշումը շնորհակալ եմ, որ ասեցինք, վաղը մյուսը պետք է գա։ Համեցեք։ Արարատ Միրզոյան, լրագրողին ինչ հարց եք տալի, դուք ինչ կանեիք, ասեմ մենք ինչ կանենք, լրագրողը չէ, ես ինչ կանեի։ Ես կանեի հետևյալը, քանի որ դուք եկաք միտոմ թավշյա հեղափոխությունով, բայց իրականում գիտենք ով բերեց ձեզ իշխանության, դուք միտոմ ժողովրդավար էիք, Արարատ Միրզոյան, եւ այդ ամենը հանգամանքները հաշվի առնելով, ես կանեի հետևյալը ձեր տեղը, եթե ժողովրդավար էի, դիմում էի հանրությանը, հավաքում էի ազգին, ազգ այդ ժամանակ ձեզ վստահում էր, դուք կարող էիք ոչ թե հրապարակ, դուք կարող էիք ամբողջ Երևանը ազգով լցնեիք եւ դիմում էիք, ասում եք, որ սենց վիճակա, չար ուժերը ստիպում են, որ մենք տանք այդ հողերը, ժողովուրդ ջան, ժող ջան, հիշում եք, ես ձեզ ասում եմ, որ ամեն ինչ խորտակցելու եմ ձեր հետ։ Եվ ժողովուրդ այդ ժամանակ գիտեք ինչ կասեր, հոմ դու գիզ չես, ես ինչ ես խոսում, ինչ հող տալ։ Եվ ինչ էիք անում, գնում էիք մասսայական, տալիս էիք հրաժարական, բայց չէիք անի դա, քանի որ դուք չարիք եք, ձեր պաշտոնների համար տարակ երեխեքին կոտորեցիք, որ հետո ցույց տայիք, որ տեսակ եղավ պատերազմ, սենց եղավ։ Բայց սցենարին կարող լիներ ավելի լավ։ Ով որ գար ձեր տեղը, եթե դուք ասում եք, որ դա պիտի տվցվեր, ինչպես են չոլաղ անտերն այն տարիքով են ձեր քաղաքական պապանը ասում, որ տղա եք մի տվեք, ձեզնից հետո կգար մեկը քաներ կտար, այդ հողերը, եթե տալու էր, եւ ազգը ձեզ կճանաչեր հերոս, որ դուք ազնիվորեն եկաք ասեցիք, բայց ազգը ձեզ չլսեց։ Դուք անգամ դες էլեմենտար բաների ուղեղ չունեք, որ այդ ձևի բաներ մտածեք։ Գիտեք ինչ համար դուք մտածեք հանգարց որ այս պաշտոնները տանք, հետո ինչ անենք։ Երեխեքի կյանքը ձեզ համար 0 էր, քանց թե ձեր այդ փդած աթոռներն ու պաշտոնները։ Իսկ հիմա սիրելի բարեկամներ, որ իրանք խոսում են Թալանից, մյուսից, իրանք նախ ձեռ են առնում ազգին,
Հիմա ասել ինչու համար, տեսնենք այս տեսահոլովակը։ Ես այն օրը գնացի հեռուստացույց վերցնելու, այն էլ ինձ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այլևս ապառիկով հեռուստացույց չի գնում։ Նա ՔՊ քարոզարշավի ժամանակ Brunello Cucinelli էլիտար բրենդի 2 միլիոն դրամ արժողությամբ բրդյա բաճկոնակ է հագնում։ Վարկով հեռուստացույց գնել չկարողացող Միրզոյանը 2018 եւ 2022 թվականներին 2 անշարժ գույք է ձեռք բերել՝ Շքեղ առանձնատուն Կոտայքում, բնակարան Երևանում։ Այս հաշվետու տարում էլ հայտարարագրել է 22 միլիոն 956 հազար դրամ աշխատավարձ։ Կինը Գոհար Աբաջյանը հաշվետու տարում ամուսնուց շատ է վաստակել 27 միլիոն 539 հազար դրամ։ Հայտարարագրել է նաև 2024-ին 39 հազար եվրոյով 2024 թվականի արտադրության BMW մակնիշի մեքենա։ Այնպես որ ապառիկով հեռուստացույցից մինչև միլիոնների հայտարարագրեր։ Միրզոյանի ֆինանսական թռիչքը վերջին 7 տարում հենց այս տեսքն ունի։ Բայց այդ տղեն եմ եղել սաղ կյանքում, բայց գիտեք ով եմ եղել, բայց գիտեք բանում Մոսկվա ինչ գործերի եմ եղել։ Տեսակ ղժում են, հոլովակի սկզբում ղժում են, որ ապառիկ ունենք, բայց հիմա այդ 5000 եվրոյանոց այդ ժիլետ, միլետ, BMW, տներ, դղյակներ որտից ձեզ Արարատ Միրզոյան, ձեր ադրբեջանցի բարեկամներն են ձեզ հովանավորում, հա, քիչ է մնացել Արարատ Միրզոյան, այդ որ աշկերտ տնգած խոսում ես, ես կտենամ դատարանում դու ինձ ես խոսալու, չմխկտաս հանգարց դատարանի դալիճում, վճիրը լինելու է շատ կոշտ, արդար և օրինական, իսկ ձեզ քպականներ ուզում եմ մի բան ցույց տալ, թե տարբեր ազգեր ինչ կարծիքի են թուրքերի մասին, խնդրեմ ժողովուրդ ջան դուք էլ տեսեք։ Տեսակ, նենց որ մենակ հայի համար վատը չի թուրքը, ազերը, այդ ազգերը ովքեր տառապել են, և այդ ազգերը մինչև վերջ այսօր պայքարում են իրենց այրան համար, կորցրած իրենց մեծերի համար, նահատակների համար, իսկ դուք առաջարկում եք խաղաղություն, դուք առաջարկում եք մոռանալ ռևանշը լինելու է Նիկոլ Փաշինյան, հայերը վերցնելու են ռևանշը և դա կլինի շատ բարեհաջող օպերացիա, ասեմ ինչու, քանի որ ազգին էլ դավաճանող չի լինի, իսկ եթե հայ ազգս չդավաճանվեց, նրան կանգնեցնելը անհնարին է, դուք դա չեք հասկանում, կամ հասկանում եք, ձեզ դնում եք չհասկացողի տեղ։ Սիրելի բարեկամներ, ես ամեն օր գրեթե հրապարակում եմ այս տեսանյութերը ինչի համար, իրենք ոնց են ասում ժողովրդի հիշողությունը կարճ է, ես չեմ հավատում, որ մեր ժողովրդի, մեր ազգի հիշողությունը կարճ է, բայց այն մասսաները, ովքեր հավատում են նորից սրանց և իրենց հիշողությունը իրոք կարճ է, քանի որ իրենք գիպնոզի տակ են, այդ դրա համար ամեն օր ես սա հրապարակել եմ, հրապարակում եմ և կհրապարակեմ, իսկ դուք սիրելի բարեկամներ, հունիսի 7-ին սառը գլխով մտածեք, դրեք ամեն ինչ կողքի, լուրջ մտածեք ձեր մասին, ձեր երեխաների մասին, ձեր թոռնիկների մասին և արեք ճիշտ որոշում, ճիշտ ընտրություն, ընտրեք, որպեսզի չխաբնվեք, ընտրեք, որպեսզի չպարտվեք, դա ձեր ապագայի մասին է, պետք չի ոչ մեկին լսեք ձեր գաղափարը, ձեր սիրտը, պետք է հաղթեն հայկական ուժերը, հայ ուժերը, այսքանն է այսօր ուզում ասեի, կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցե հայ ազգս, կեցցե ջավախքը հայությունս, կեցցե Արցախը հայությունս, կեցցե հայկական սփյուռքս, կեցցե հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան, հայկական Արցախը և ոչ մի Ղարաբաղ Ալեն Սիմոնյան, Արցախ, Հայաստան, Սևանալիճ, Մասիսլեր, հայկական առաքելական Սուրբ եկեղեցի, հայկական Նիկոլ Փաշինյան,
կեցցե նաև հայոց կաթոլիկոսը, անկախ նրանից ինչ է նրա անունը, կեցցեք դուք մեր ավակ քույրեր եւ եղբայրներ, տատիկներ եւ պապիկներ, դուք անելու եք այն, ինչը չեն կարողացել անել մյուսները, ես վստահ եմ, ժողովուրդ ջան, լավ եղեք, Աստված բոլորիս պահապան, հույսով եմ կհանդիպենք, ցտեսություն։